խորհրդարանական ընդդիմությունը ինքը իր գաղափարախոսության, արժեքային բովանդակության մեջ չի պատկերացնում կյանքը առանց կոնֆլիկտի, ինքը չի պատկերացնում, ու դա հենց ամբողջությամբ հենց դաշնակցության մասին է, որովհետև դաշնակցությունը հիմնադրվել է մի ժամանակ, երբ որ մենք չենք ունեցել պետություն, դաշնակցությունը հիմնադրվել է եւ գործել է որպես ազատագրական պայքարի կուսակցություն, իսկ դաշնակցության նպատակը ինքնանպատակ է, դաշնակցությունը ուզում է, որ անվերջանալիորեն պայքարի ազատագրության համար, բայց երբեք չհասնի այդ ազատագրության երանելի պահին, որովհետև երբ որ ազատագրությունը լինի, կորում է դաշնակցության գոյության իմաստը։ Ու սա է հիմնարար պրոբլեմը, խի դաշնակցությունը չի կարողանում որևէ կերպ հաշտվել խաղաղության կոնցեպտի հետ, որովհետև այդ ժամանակ դաշնակցության ամբողջ բովանդակ իմաստը կորում է։ Ուստեղ է, որ դաշնակցությունը հայտնվում է լրջագույն էգզիստենցիալ ճգնաժամի մեջ։ Ու հիմա այո, իրանք հայտնվել են այդ էգզիստենցիալ ճգնաժամի մեջ, որովհետև մի կողմից դժվար է գալ եւ պայքարել խաղաղության դեմ, եւ մյուս կողմից դժվար է նաեւ հրաժարվել սեփական ինքնությունից, որովհետև այդ ինքնությունը պիտի թարմացնես, պիտի նորոգես ամեն անգամ։ Իսկ դաշնակցությունը ոչ մի կերպ չի ուզում այդ ինքնությունը նորոգի։ Իրանք մտածում են, որ մարդը ծառ է, որ ծնվել է, ապրում է եւ պիտի մեռնի նույն տեղում կանգնած։ Իրանք չեն մտածում, որ ինքնությունը զարգացող հասկացություն է, ինքնության իմաստը հենց իր զարգացման մեջ է։ Դրա համար մեր հարգելի գործընկերներ, պարոն Արշակյան, խնդրում եմ լռություն ապահովեք դահլիճում։ Եվ դուք եթե նկատել եք, մեր հանրային ընկալումների մեջ կա մի հատ սենց պրոբլեմ։ Այդ պրոբլեմը սա է, որ փոփոխությունը վատ բան է։ Փոխվելը վատ բան է մեր հանրային ընկալման մեջ, մեր ավանդական ընկալման մեջ, փոփոխությունը վատ բան է։ Մարդը, որը որ փոխվում է, մարդը, որը որ զարգանում է, մարդը, որը որ նորոգվում է, մարդը, որը ասում է ես սխալվել եմ, հիմա ճիշտ եմ անում։ Այդ մարդը մեր ավանդական ընկալման մեջ հարգանքի արժանի չի, որովհետև ոնց ես դու այսինքն սխալվել ես, ոնց դու կատարյալ չես, ոնց դու չես սխալվում, չեն սխալվում մեռածները, չեն սխալվում միայն հանգուցյալները, որովհետև չեն կարա սխալվեն։ Ու դրա համար է, որ մենք այսօր ընդդիմությանն ասում ենք, որ ընդդիմությունը քաղաքականապես վախճանվել է, որովհետև ընդդիմությունը ասելիք չունի։ Այստեղ Լիլիթ Գալստյանը ասում է, Լիլիթ Գալստյանը գալիս է եւ այս ազգային ժողովի ամբիոնից մի այնպիսի խանդաղատանքով է ցիտում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, այդ թվում որոնք որ նաեւ այո Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հստակ ոտնձգություն են պարունակում։ Որ տպավորություն առաջանում, ուզում ես հասկանաս, ես որ երկրի падգամավորն է այս մարդը, որ երկրի падգամավորն է։ Ժողովուրդ ասենք լավ, որ ձեզ ասում ենք, որ դուք դժբախտության վաճառականներ եք։ Ոնց որ թաղումների ժամանակ փողով լացողներ կային, չէ՞ ժամանակին, ոնց որ դրանցից լինեք։ Չի կարելի, այսինքն դու գալիս եք այստեղից հղումներ եք անում ադրբեջանական նարատիվների վրա, եւ հետո մեզ ասում եք ոնց գլուխներս ավազի մեջ դնենք ու չտեսնենք, թե ինչ են ասում։ Ոնց եք տենց դուք պատկերացնում։ Արթուր Խաչատրյանն ասում է, դուք պատկերացնում եք, թե Բաքվում պահվող գերիներին ինչպիսի ցուցմունքներ են ստիպում, որ նրանք տան։ Բա դուք պատկերացնում եք, պարոն Խաչատրյան, որ ձեր ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը ինչպիսի ցուցմունքներ է տալիս Հայաստանի դեմ։ Ձեր շեֆը Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունք է տվել եւ ասել է, որ Հայաստանն է սկսել ագրեսիան ու պատերազմը։ Դրանից ավելի մեծ դավաճանություն կա ընդհանրապես, թե չկա։ Նույնն էլ այլա Սերժ Սարգսյանը, երբ որ հարցազրույցում ցուցմունք է տվել Հայաստանի դեմ ասելով, որ մենք ենք Գյանջայում քաղաքացիական բնակչության վրա հարձակում գործել։ Դրանից ավելի խայտարակ, այլանդակ ապացույց Հայաստանի դեմ տրված ցուցմունքի փաստի դուք կարող եք պատկերացնել։ Խիչ եք դրա մասին խոսում։ Գառնիկ Դանիելյանն ասում է, գնաց էլի։ Գառնիկ Դանիելյանին ասում ենք, գոյություն ունեն փաստեր եւ գոյություն ունեն կարծիքներ։ Ընդհանրապես աշխարհում կան փաստեր եւ կան կարծիքներ։ Փաստերը միշտ ավելի կարեւոր են կարծիքներից։ Դե փաստերն օբյեկտիվ են։
Այդ օբյեկտիվ փաստերից մեկն է, որ Գառնիկ Դանիելյանը իլուր աշխարհի ասել է, որ ոսկեպարի եկեղեցին տալու են Ադրբեջանին։ Ասել է դա, եւ փորձել են այդ գաղափարի վրա բորբոքել հանրության էմոցիաները, հավատա որ հայ ժողովրդի էմոցիաները եւ դրանով Հայաստանում իշխանություն զավթեն։ Հիմա փաստը այնա, դա մեկ փաստ, որ Գառնիկ Դանիելյանը դա ասել է, դա փաստագրված է։ Փաստ երկրորդ, ոսկեպարի եկեղեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում է սահմանազատման արդյունքում։ Հիմա Գառնիկ Դանիելյանը քանի որ այլևս այս փաստի հետ չի կարող որևէ բան անել, վիճել, ասում է բանը իմ պայքարի գնով մնաց եւ ոսկեպարի եկեղեցին Հայաստանի տարածքում։ Այդ բանը TikTok-ում մի հատ reel կա, meme կա, sense բան է, ավտոբուսի կանգառա, մարդիկ են, մեծ մի հատ շատ հսկա ավտոբուս է գալիս, բոլորը լցվում են մեջը։ Այս ավտոբուսը արդեն շարժվում է, որ պետք է գնա, մի հոգիս էս գալիս է, այս ավտոբուսի հետևից էս բրթում է, նենց որ ես էլի բրթեցի գնա։ Հիմա Գառնիկ Դանիելյանը այդ մեմի մեջի մարդն է։ Ասում այսինքն սահմանազատում է եղել է ոսկեպարի եկեղեցին Հայաստանի տարածքում է, Գառնիկ Դանիելյանը եկել ասում է վերջ, ասում է, այս իմ պայքարի գնով է։ Իսկ չէ, մեկ-մեկ մտածում եմ Գառնիկ Դանիելյանն իրականում գոյություն ունի, թե արհեստական բանականությունն է հորինել իրան։ Որտեւ միայն արհեստական բանականությունը կարա տես բաներ ասի։ Ասում է, եւ ոսկեպարի եկեղեցին մեր պայքարի գնով է մնացել Հայաստանի տարածքում։ Թադևոս Ավետիսյանը ասում է, ապա ըստ էության իր մտքի հիմնական բովանդակություններից մեկը սա էր, ասում է, ապա շրջափակումը միտված է ձեր իշխանության վերարտադրությանը, երկարացմանը։ Այսինքն, եթե մենք որպես իշխանություն, որպես կառավարություն կարողացել ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տանը ԱՄՆ նախագահին, Ադրբեջանի նախագահին տանել, ստորագրել այդ հռչակագիրը, նախաստորագրել պայմանագիրը, ապա շրջափակել, Թրամփի անունով ճանապարհ բանանել, եւ այդ ամենը այն բանի համար, որ մենք վերարտադրվենք, Ժորժ ջան, դուք էլ պիտի գաք մեզ ընտրեք, որտեւ այդ նշանակում է, որ մենք այնքան հզոր ենք, որ կարողանում ենք նման բաներ, այսինքն ապա շրջափակվում ենք, որպեսզի վերարտադրվենք։ Ասում է մեր ապրանքները որպես բացասական ապա շրջափակման քննադատություն։ Ասում է մեր ապրանքները, մեր արտադրանքը մրցունակ չէ։ Եվ սա ինչ է։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն ասում է եկեք չապա շրջափակվենք, որովհետև մեր ապրանքը մրցունակ չի։ Այսինքն ասում է եկեք մեր վրա չաշխատենք, որ միշտ մնանք ոչ մրցունակ։ Ասում է եկեք հաշտվենք այն բանի հետ, որ մենք միշտ ոչ մրցունակ ենք լինելու։ Սրա մասին է, ժողովուրդ, որ ասում ենք, որ դուք ուրիշ ձև չեք պատկերացնում աշխարհը, որովհետև այդ էգզիստենցիալ ճգնաժամի մեջ եք, որովհետև դուք միշտ պիտի լինեք այդ շրջափակման մեջ։ Ու դրա համար երբ որ ձեզ ասում եմ քաղաքական հայդուկներ, ամեն անգամ ասում եք, բայց ես ասում, բայց հենց դա է քաղաքական հայդուկությունը, որ դու չես տենում աշխարհի զարգացման նոր տեմպը, որ դու աշխարհը գնում է, զարգացել, հասել է եսի մուր, բայց դու դինոզավր ես, դու ոչնչացման եզրին ես, ու դու ուզում ես ժողովրդին էլ դինոզավրացնես։ Այս սրա մասին է ձեր ամբողջ պայքարը, որովհետև այդ նոր աշխարհում, այդ նոր տրամաբանության մեջ դուք չեք կարող ձեր տեղը գտնել։ Ու դրա համար դուք այսօր